Շնորհակալ եմ։ Ես իմ խոսքի սկզբում նշեցի ինչի եմ հաջող համարում, որովհետև այստեղ այս մասնագիտական տեսանկյունից էականա ոչ թե բացարձակ ծավալը, տոկոսադրույքը, այլ տարբերությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների գանձապետական պարտատոմսերից, այսինքն այդ սպրեդն է էական։ Իհարկե բացարձակ առումով մեր համար ցանկալի է ինչքան հնարավոր է փոքր տոկոսադրույքով պարտք վերցնել, բայց սենց ասեմ, աշխարհում որևէ մեկը չի կարող 3%-ով պարտք վերցնել, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական գանձապետական պարտատոմսերի տոկոսադրույքը 4.5% է։ Այսինքն եթե մենք պլանավորել ենք պարտք վերցնել, այդ պարտքը չի կարող դրանից Էդ եմ ասում, հիմա այդ պահը, եթե մենք հետաձգենք այդ պահին չանենք, 7-1 էլ չենք ստանալու։ Այսինքն ստանալու ենք շատ ավելի բարձր, որտեղ շուկաները ուղղակի խարխլվեցին դրանից հետո եւ մինչեւ հիմա հələ ուշքի չեն եկել։ Ինչքան շուկաները տատանողական են լինում, այնքան տոկոսադրույքները ավելի բարձր են լինում։ Եվ կարծում եմ, որ հենց այն պահը, որի ժամանակ մենք թողարկեցինք, ես չէի ասի, որ մենք շատ խելոք էինք, որ տենց արեցինք, բայց իհարկե ունեինք սպասումներ, այսինքն որոշել էինք, որ այդ ժամանակ պետքա թողարկումը տեղի ունենա եւ գիտեինք, որ ինչքան սպասենք, այնքան անորոշությունը կարող է ավելանալ, իհարկե շանս կա, որ կարող է անորոշությունը ավելի փոքրանար, բայց ուղղակի այսպես կարելի ասել, որ հաջող թողարկում է այս առումով Եվ ինչ վերաբերում է բացարձակ մակարդակին 7-1%-ին, արդեն դրա մասին արձագանքեցի, որ երբ որ տոկոսադրույքները նվազեն, այդ ժամանակ կարող ենք այս հարցին անդրադառնալ։ Ես դրա մասին չեմ կարող մեկնաբանություն տալ։ Չգիտեմ, կարող է եւ կարող է չի կարող։ Դրա համար